Տեղյակ եք, որ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում ջերմուկը, գինիները, մեր գյուղատնտեսական ապրանքները, ու ինչ ելք եք տեսնում այս իրավիճակից։ Շատ վադապիր։ Եթե դուրս չգնաս քո ապրանքը, տեղում լճացում է։ Դու քո ապրանքը տեղում չես կարող ռասխոդանես։ Աճեցրել ես։ Քո տնտեսությունը այսքանը 5 տոննա ռասխոդ արեցիր, բեն մնացած է։ Եթե Ռուսաստանը չմիջամտեր չտարավ, մեր վիճակը շատ վատ է։ Սոխ եմ դրեմ, վերև ջերմուց ունեմ, գալով սոխ ենք դրեմ։ Տանում ենք, եթե այդ բանում հատվածում Ռուսաստանը չի տանում, մեր ապրանքը տեղում լճացում է ունենում, չի ծախվում, դառնում արդեն 50-60 դրամ։ 50-60 դրամ քեզ ձեռք չի տալիս, ես աշխատողին տալիս եմ օրը 60 դրամ։ Մի կաբը 5 հանում մաքրում կաբում, դե մենք չունենք կարող, 5 հանում մաքրում կաբում, 60 դրամ իրան փող եմ տալիս։ Հիմա որ ես տանեմ 60 դրամ, 70 դրամ տամ շուկայում, ծախեմ միտի, հենց ինչ, 0։ Եթե մենք Ռուսաստանի ճան ենք տալիս, մեր վիճակը վատանում է։ Մի բան գիտեմ, որ մեզի Ռուսնայելի պահելու։ Ես լավ բան չեմ տեսնում։ Շատ վատ բանի, լավ բան չկա, քանի որ եթե ինքը խզվում է, այսօր քեզ հետ իմ հարևան ես, քո հետ կապը խզում եմ, այն մեր աղբոր հետ պետք է կապ ստեղծեմ, մինչև քո կապ խզել է, որ ես կարողանամ իմ երեխեն ենտրամիջոցով տեղ տանեմ կամ մի կտոր հաց բերեմ իմ երեխեն ուտի, որ այսյան չկա, այնյան էլ խզեմ։ Ոնց ալու մեր վիճակը։ Ոչ մի լավ բան չկա։ Ախպեր մենք անդունդի մեջ ենք մինչև դուրս գանք, ասում եմ մինչև ցամաքարոն ջուր կա, գործի աչքերը դուրս կգա, մեր ժողովուրդը վարյան է թալավ։ Մեզի տեր չկա, մենք անտեր ենք, մենք պետք է մեր ոտի չափով քայլենք, ուրիշ ձև չունենք, մենք պետք է ունենանք մեր զոնքը, մենք զենքը, թե չէ մեզի անտեր մարդ ենք, այդքան կոտորեցին, ով եկավ ասաց, ախպեր դադարեցրեք, գոնե ասեին դադարեցրեք, մեղեն մի կոտորեք։ Դե որ արտահանում չլի, ապրանքը կլճանա։ Բնականաբար ուր պետք է տանի, անկում, լավ բան կտանի, երբեք չի տանի։ Այսօր որ ծիրանը չտարան, չծախվավ, պար չի որ պետք է թափվի։ Լավը վատ տանում են, չէ արտահանում են։ Ապրանքի արտահանում է ալնում, ապրանքը շարժվում է։ Հիմա կանանչին կապում են, տանում են, բնականաբար կանանչին գին է եթում, որ մնաց թափելու է, այլ գյուղացին աշխատում է ինչի համար։ Մերը Ռուսաստանն է, Եվրոպայից ինչ կա։ Չէ, Եվրոպան չէ։ Մեզի պետքա մի հատ ուժեղ, իրական ուժեղ հասկացող գրագետ, գերգրագետ մարդ, որ կանգնի ժողովրդի կողքին, որ առաջ տանի։ Արա ասենց ապերող տազ գվերմենտ ենք։ Ես մտածում եմ, գոյություն չունի երկրագնդի վրա։ Իրաց լարու վատը չեն ճանաչում։ Թուրքը քանի 2000 տարի կոտորում է մեզի։ Հիմի մեզ ճոկոտը փոխելու է։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը մեզ լավ տեղ է տանում, ինչ Չէ, մեզ տանելի է Հայաստանի վերացման։ Թուրքը բոլոր դեպքերում աշխատում էր Հայաստանը վերանավորել թուրանկարություն, մեծ թուրանկարություն։ Այնպես որ մեր վիճակը շատ վատ է։ Այս մոմենտին այ որ խոսում ենք, մեր վիճակը շատ վատ է։ Մեզի կտան թուրքին, քշեները չեմ քնում մտածում եմ ո՞ս կլինի։ 960 թվականին որ մեր անին կորցանավ, նույն այս վիճակն այլ է։ Եթե գնացինք Եվրոպա, ուրեմն վերջ, կորանք։ Չասիք Եվրոպան։ Եթե գնացինք Ռուսաստան, մենք շատ կզարգանանք։ Մենք պետք է կզարգանանք։ Այ մարդ, ես մեր ժողովուրդն էլ ախելքը կորցրել է։ Ախ մենք Եվրոպայի հետ գործ ունենք։ Ոնց են ասում են, փորձված թանը չենք տան, փորձը մածունը չենք տան փորձանի, հիմա իսկական է։ Դե հիմա քանի տարի իրար հետ ապրել են։ Էլ ուր է հրաժարվում։ 44 օր պատերազմը ոչ մեկը չկայացավ կայնեցնել, էլի Ռուսաստանը կայնեցրեց։ Դու լավ որ գիտեք էլի։ 3 միլիոնի չափ մարդ ապրում է Մոսկվայում։ Հենց այդ բանելավ համարյա թե կամ սաղին դեպորտ կանի։ Արդեն ասում այդ մենը որ աշխատեն, չեն թողում, դեպորտանում են ուղարկում են։ Հենց իմ տեքորը ստղեն, պամիդոր արե 1500 մետր,
Ոչ մի բան չունի, մենակ այդ պամիդորն է։ Եկուս որ չարտահանից թե 100 դրամ կդառնա։ Գիտես քանի հազարի գազ են վառը։ Այս տարի ցուրտ էր եղանակը վառել են։